Հայ ժողովրդի համար մայիսի 9-ը նշանակալի դարձավ մի քանի առումով։ Այն հաղթանակի, տոկունության եւ անկոտրում ոգու խորհրդանիշ է։ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակ, Շուշիի ազատագրում, Պաշտպանության բանակի ստեղծում։ Երկու դարաշրջան, երկու պայքար, բայց հանուն մեկ նպատակի՝ հայրենիքի ազատության եւ խաղաղության։ Ռուսական զորքը նորից էլի իր հարավոր ձևով մեծ 96 միավորով հարձակվեց տարբեր ուղղություններով, սամալյոտներով, գործոնիչներով, հարավետ ժամը 6-ին խփեցին բուզդուխը, տղաները հագին զոհվեցին։ Մենք ամերը միջև ժամը 8-ը 8-9 մենք բրամը կրվում էինք։ Որտեղ ռուսերը ասում են ջան նաշ Ադրբեջան ասելով երկերով ուզում են իշտեն, բայց չեն կարողանում իշտեն, որտեղ չեն թողում մենք։ Շամշադին, Պարտենիս, Իժևան, տղաները ասենք մեր տարբեր բրամը տղաները մասնակցում են տրիներին, հիմնականը դե երբ որ մենք բախտեցին բրամը սենսացիա Շամյանից, ցաներ վիճակը ու արդեն ռուսական զոր բանտանգերը մտնում են Մարտակերտ։ Մենք Մարտակերտում կարողացանք նորից էլի մարտի բռնվել։ Տիգրան Մեծ գնդի ռազմական խորհրդի փոխնախագահ Վլադիմիր Արաքելյանը մինչև օրս ջերմությամբ է հիշում ազատամարտի օրերը, հայ մարտիկի պայքարող եւ անկոտրում ոգին, քրվող մարտիկների թիկունքին, ժողովրդի աջակցության դրսևորումները։ Ոնց նկարագրեմ այդ մարդկանց այդ հայրենասեր այդ տղաների դուխը։ Իրանք ոչ մի բան չեն վախեն։ Բոլորը գնում են մեռնելու։ Իրանք գիտեն որ գնում են մեռնելու։ Բայց չեն դու, ես ասում եմ, մենք ասում ենք կովիդը խփնվի ով մեռնի, sense բաներ ենք ասում էլի։ Դուք չեք պատկերացնի, որ են մեր ծեր կանայք, տատիկները գուլպաներ են գործում, որ ռազմաճակատի են տալիս։ Ուրեմն ով ինչ կարողանում էր, ով ինչով կարողանում էր, օգնում էր։ Հայրենական մեծ պատերազմի մարտիկները կռվել են պաշտպանելով ոչ միայն իրենց երկիրը, այլև փրկել բազմաթիվ ժողովուրդների ապագան։ Նրանց սխրանքները դարձան օրինակ շատ սերունդների համար։ Էս էլ էր նրա հայրենական պատերազմը խոմ։ Հայրենական իրական մերն է եղել, ոչ թե եղել 41-45 թվերը։ Մեր Հայաստանի համար, ժողովրդի համար դա մեծ բարապատճություն է, ցնծություն էր, որ մենք հաղթեցինք Թուրքիի։ Մենք բոլորս հպարտ էինք, անգամ մենք ոչ ենք գալի Ռուսաստաններ կամ ասենք որ իմ երկիր հպարտման են գալիս։ Ու մեզի տեսում են հայերն ասենք մտածում են ես հայերը երևի սոսկ են սրանք որ կարողացան շատ քիչ մարդկանցով հաղթել մի հատ հերսին։ Դե հաղթել են նայեք տեսեք։ Ադրբեջանցին, թուրքը գոշկայլերը, չեչենները, աղվանցիները, պակիստանցիները Եվ բանը Ուկրաինայի աղջիկը որպես դիպուկահար։ Դու պատկերացնում ես նույն 5 պետություններ, հա? Մենք կարողացանք ասենք հաղթել դրանց։ Ու ցնծությունները ինչ ասեմ, դա մենք դրանով ապրում ենք, իսկական եմ ասում, մենք դրանով ապրում ենք, մեր հաստանատներով ապրում ենք։ Զոհերը բնականաբար մենք գիտենք, որ պատերազմի դաշտում զոհեր պետք է ունենան։ Հայրենական պատերազմի վետերան Հոկտեմբեր Ստեփանյանը պատմում է. հայրենական պատերազմի հաղթանակի գործում հայերի նշանակալի ավանդի եւ իհարկե դժվարությունների մասին։ 600,000 հոգի մարդ գնաց Հայաստանից 300,000 եկավ։ Բայց էլի չէին ընկճում։ Կարկառատ նատկիներ էին հագնում, թիկունքում, բայց կռում էին։ Մարդ չես Ապտոտը բիրա աշխատանքը ամեն ինչով օգնում էին ճակատին որ հասնեն հաղթանակին, բայց հասանք հաղթանակին։ Երիտասարդ սերունդը խոնարհվում է հերոսների առաջ։ Նրանք կարևորում են տոնը, ափսոսում, որ նվաճումների մի մասը խլեցին մեզնից, բայց նաև հույսով փայփայում, որ մի օր մայիսի 9-ը կրկին կլինի լիաթոք ուրախության տոն։ Մայիսի 9-ը իշքանով տեղյակ եմ հայրենական մեծ պատերազմի հաղթանակի օրն է, նաև Շուշիի ազատագրման օրն է։ Մենք միշտ տոնել ենք մայիսի 9-ը։ Մեծ հաղթանակի տոն է, որից հետո աշխարհը դառավ ոնց որ միջև հաղթանակ ու հաղթանակից հետո կարևոր դեր է ունեցել ու հաղթանակը կարևոր է, որից ոգեշնչվենք, որտեղ մեր օրին հաղթանակի այդ ուժը, մոտիվացիան պակասում է։
ուժեղ լինենք ու սպասենք ավելի մեծ հաղթանակների։ Մայիսի 9-ը առաջին հերթին հայրենական մեծ պատերազմի հաղթանակի օրն ենք նշում եւ պետքա անպայման անդրադառնալ նրան, որ մայիսի 9-ին մասնակցել են 100,000-ավոր հայեր ու դա մեզ համար մեծ հպարտություն է, որովհետև ունեցել ենք մարշալներ, գեներալներ, ովքեր իրենց կյանքը չեն խնայել հանուն միասնական հաղթանակի եւ այդ հաղթանակը եղել է խորհուրդը այդ հաղթանակի եղել է ժողովուրդների միասնությունը, սակայն սովետական միության փլուզումից հետո մենք ունեցել ենք ել ավելի նշանավոր հաղթանակ հենց հայ ազգի պատմության մեջ Շուշիի ազատագրումը, որը բախտորոշ էր մեր հետագա ճակատագրի համար, պետք է անպայման հիշել, չմոռանալ երբեք եւ պահանջել, որպեսզի Արցախի հարցը երբեք չփակվի, այլ միշտ ակտիվ լինի այդ թեման։ Ես լինելով ինքս արցախցի կարող եմ ասել, որ Արցախի զինված ուժերի ստեղծումը եւ նաեւ բանակի ստեղծման օրն ենք նշում այսօր, դա շատ կարեւոր է եւ այն զինվորները, այն մարտիկները, ովքեր որ պայքարել են Արցախի համար, նրանց հիշատակը պետք է վառ պահել հենց այս օրերը հիշելով եւ այս խորհուրդը պահպանելով ընդմիշտ։ Տարբեր սերունդների վետերանները երիտասարդներին պատգամում են ստանձնել հաղթական ոգու իրենց էստաֆետը։ Հայերը ոնց ասացել է, աղբերս նամակ էր գրում 24-ից, ասել են, որ ես եմ տեսնում։ Ինքը վերջից կաթիլ արունը պետք է գրվեմ։ Ռուզաննա Մատինյան, Մկրտիչ Խաչատրյան, Renews Armenia։